Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք Հայաստանի Պրեմիեր լիգայի Ուրարտու-Փյունիկ հանդիպման այդ խաղային մամուլի ասուլիսը գլխավոր մարզիչ Արտակ Հոսեյանի հետ։ Սկզբում գլխավոր մարզիչը խոսի հանդիպման մասին, որից հետո կարող եք ուղղել ձեր հարցերը։ Պարոն Հոսեյան, կարծիք խաղալուց։ Կարծում եմ լավ խաղ անցկացրեցինք։ 2-0 առջևում էինք, խելացի էինք խաղում, պաշտպանում էինք, երկրորդ խաղակեսում կարող եմ ասել մրցակցին գոլային հնարավորություն չտվեցինք, կարայինք երրորդը խփել, բայց վերջում տեսակ ինչ եղավ էլի։ Արմեն, խոսեցիք մրցավարի հետ։ Չէ։ Այլ հարցեր։ Հայկ, Ինչպես կլինի Կովալենկոյի վարքը, նույնիսկ եթե մրցավարը սխալվել էր, արդյոք ընդունելի է նման։ Իհարկե անընդունելի է։ Դուք շատ զայրացած եք։ Բնական է, կարելի ասել հիմար արարք էր։ այլ հարցեր։ Արման, Պարոն Հոսեյան, Պիկիսի ադապտացիան ինչպես է գնահատում, բարի իրացման է չէ ընդհանուր։ Ընդհանուր ինքը շատ լավ որակներ ունի, լավ ներուժ ունի, բայց բնական է ժամանակ պետք է բոլոր նորեկներին, բայց խաղից խաղ իրանք ավելացնում են, իրանք բոլորն են մեզ կօգնեն։ այլ հարցեր։ Արմեն, Եվ Գարդինյանի փոխարինեցիք տարածային տարակաչ լատերալի գոտի, չունենալով նոմինալ պաշտպան։ Արդյոք չէիք մտածում սխեմայի փոփոխության մասին։ Չէ, չենք մտածում, որովհետև Գևորը նախկինում խաղացել է ու Ուրարտուի դեմ ճիշտ էր այս սխեմայով խաղալը, բայց ցավոք թե Դարփինյանը, թե Սանտոսը վնասվածքներ ստացան։ այլ հարցեր։ Հայկ, Երկրորդ կեսը իսկապես մեծ առավելություն ունի մինչև վերջին րոպեները, բայց առաջինում շատ լավ սկսելուց հետո մրցակցին անցավ վերահսկողությունը հայ եւ գոլ գեց։ Դա ձեր ցանկությունն էր, թե դա վերահսկելի չի։ Չէ, վերահսկելի չէր, ես առաջին խաղակեսից հետո դրա մասին խոսացի թիմի հետ, բայց երևում էր, որ այսօր էներգիայի պակաս ունենք։ այլ հարցեր։ Արման, Պարոն Հոսեյան, երբ Աղախյանը վերջեր տեղափոխվել Փյունիկ, դուք շատ մեծ ոգևությամբ եք խոսում նրա վերադարձի մասին։ Առաջին հատվածում Մորենոյի հետ քննարկություն կար, բայց հիմա Մորենոն այլևս թիմում չէ, բայց տեսնում եմ, որ էլի շատ քիչ է խաղում, ինչ է շիվերի թիմը։ Մենք խոսացել ենք Կաֆյանի հետ, ես մի անգամ ասել եմ, ինձ համար էլ է դա տհաճ, որովհետև իրականում ես մեծ սպասումներ ունեի, էլի ունեմ, բայց ինքը շատ պետք է ավելացնի թե պաշտպանությունում, թե հարձակման գծում իր որոշումների հետ կապված։ Ես ամեն օր մարզմանը իրան տենում եմ, մինչև նա չավելացնի, չի կարող մրցակցել, նա պետք է բոլոր առումներով ավելացնի։ այլ հարցեր։ Հայկ, Պարոն Հոսեյան, շատ մարզիչներ դարպասապայի դիրքում փոփոխություն կատարում են, երբ որ 1-2 գոլից սխալ է թույլ տալիս, այսօր այն փոփոխությունները եղել դրա հետ էր կապված, եւ ինչպեսին է ձեր տեսլականը դարպասապայի դիրքում։ Չէ, նախ այդ փոփոխությունը ընդհանրապես Հենրի խաղի հետ կապված չի, նախ Հենրին ցավեր ուներ, երկրորդը բնական է անընդհատ խաղացել է, այդ ստրեսն էլ իր նշանակությունը ունի, պլյուս ու ամենակարևորը, որ Ստասը բավական լավ վիճակում է։ Արմեն, Պարոն Հոսեյան, Հովհաննես Հարությունյանի մասով, պարզության ոնց որ ավելորդ քաշում են, եւ փոքր ծանր է գործողությունները, որում իներտություն կա, Էդ էլ խնդիր է, որի հետ աշխատում ենք, Հովհաննեսը անհատական ծրագրով է աշխատում, դիետոլոգի հետ է աշխատում, հենց դրա համար է, որ դեռևս պատրաստ չի 90 րոպե խաղալու, բայց քանի որ եթե հաշվի առնենք մի խաղաշրջան բաց է թողել, կոպիտ ասած, բնական է ժամանակ է էլի պահանջում այդ ամեն ինչը հետ բերելու համար։ այլ հարցեր։ Շնորհակալություն, պարոն Հոսեյան։ Շնորհակալ։